Բարելուս բոլորին, առավոտը սկսում ենք կենդանիներին կերակրելով, այստեղ հնդկահավերն են, ես նրանց կերակրում եմ ցորենով, իսկ այստեղ հավերն են և փոքր յաշիկների մեջ փոքր ճտերն են, հիմա կմտնենք ու կկերակրենք նաև նրանց։ Սրանք բրամա տեսակի հավերն են, սրանք բադերն են, ես հիմա նրանց կկերակրեմ, ես այս ճտերը հանել եմ ինկուբատորով, ես ունեմ փոքր ինկուբատոր և այս ճտերը ես հանում եմ բոլորի ինկուբատորի մեջ։ Քանի որ նրանք ջուրը շատ են սիրում և նրանք ջրի կենդանիներ են, դրա համար դնում եմ մեծ բանկայով, որ հերիքի։ Հիմա բացում ենք ինդուշկեքին, հնդկահավերին, նրանք նաև ինկուբատորով եմ ես հանել և առանձին պահում եմ սենց յաշիկների մեջ, նրանք արդեն մի ամսեկան են, հիմա ես նրանց էլ կկերակրեմ։ Տեսեք ինչ մեծ հաճույքով ուտում են կոմբի կերմա, սա կոմբի կորմա, որը աղացած է ցորենից, կուկուռուզից, գարոխից և այլն։ Սա իրանց ջուրն արդեն դրել եմ, այն ամանի մեջ էլ կորմը դրած է և սա երկրորդն եմ դրել, որ հերիքի բոլորին։ Իսկ դրանք հավի ճտերն են, սրանք էլ նույնպես մի ամսեկան են և էլի պիտի կերակրենք։ Իրանց կերակրում եմ օրը 2 անգամ, էլի նույն կորմով։ Կորմը աղացած, ջուրը գոլ վիճակում։ Քանի որ դեռ ցուրտ է, դրա համար ջուրը դեռ գոլ վիճակում է։ Մի քիչ արդեն օրերը կտաքանա և նրանք կխմեն սառը ջուր։ Մեծ հաճույքով ուտում են այս կորմը և քանի որ իրանք լավ ուտում են, դրա համար էլ շուտ մեծանում են։ Հավերին տալիս եմ նաև նույն գոլ ջուրը, տաք ջուրը օգնում է, որ իրանք սկսեն լավ ջուացելը։ Իսկ սա սետկայով ճտերի համար ենք սարքել, ինքը մանր անցքերով սետկա է, որ թռչուն մուրչուն չտանի ճտերին։ Դուռը բացում ենք, ճտերին տեղադրում ենք ստեղ, կորմը դնում ենք և վերջ, ճտերը իրանց համար արևի տակ ման են գալիս։ Իսկ ցելոֆանը դրա համար է, որ անձրև չլինի կամ էլ շատ արևոտ չլինի մեջը։ Սա ինկուբատորն է, ինկուբատորի մեջ կա նաև ձու, սրանք ғազի ձու են, իսկ սրանք հավի։ Ես միասին դնում եմ, ոչ մի խնդիր չի լինում։ Հիմա տեսեք։ Ես այսօր պիտի
արդեն շրջեի նորից ձուն եւ տեսնում եմ, որ գազի ձուն մի հատ է կցահարած արդեն։ Դա նշանակում է, որ վաղ արդեն նրանք դուրս կգան։ Ես արդեն ջուր եմ շփել նրանց վրա, որ իրանց կեղևը մի քիչ փափուկ լինի, որ կարողանան դուրս գան։